Եկա վերջապես այն օրը, երբ ես որոշեցի, որ պետք է դասավորեմ պայուսակներից դարակը։ Ու հիմա միասին որոշելու ենք, թե որ պայուսակները սպահեմ, իսկ որոնք նետեմ։ Ունենալու ենք ընդհանուր 3 կատեգորիա։ Առաջինը այն պայուսակները, որոնք սիրում եմ ու շատ եմ օգտագործում։ Երկրորդը լինելու են այն պայուսակները, որոնք սիրում եմ, բայց համադրելը շատ դժվար է ու քիչ եմ օգտագործում։ Ու երրորդը այն պայուսակներն են լինելու, որոնք որ մաշվել են, հին են կամ ուղղակի չեմ սիրում։ Եկեք սկսենք իմ ամենասիրելի պայուսակից։ Այս պայուսակը 1 տարի գրեթե անդադար ու ամեն օր օգտագործել եմ, շատ եմ սիրում ու բնականաբար այս պայուսակը պահելու եմ։ Հաջորդ պայուսակը իմ առաջին թանկ պայուսակն է եղել։ Սա մաման է գնել, երբ որ ես 16-17 տարեկան էի, արժեքը չեմ հիշում, բայց հիշում եմ, որ շատ թանկ էր ինձ համար այդ ժամանակ։ Ու ամենակարևորը, ոչ մի անգամ ես այս պայուսակը չեմ կրել։ Չգիտեմ պահեմ թե չէ, որովհետև համ տեսքը դուրս գալիս է, բայց չեմ օգտագործում։ Մեկնաբանություններում գրեք պահեմ թե չէ։ Հաջորդ պայուսակը պատվիրել եմ Wildberries-ից, ոչ մի անգամ չեմ կրել ու երևի թե ոչ էլ կրելու եմ, այնպես որ դնենք նետում։ Հաջորդ պայուսակը իմ ամենասիրելի գույնի պայուսակն է, այս գույնը շատ եմ սիրում ու այս պայուսակը ընդհանրապես իմ մոտ պետք է չլիներ, բայց բախտի բերումով մինչև հիմա ինձ մոտ է։ Էլի բավականին դժվար համադրվող է իմ զգեստապահարանի հետ, բայց ամեն դեպքում շատ եմ սիրում, այնպես որ պահելու եմ։ Հաջորդ պայուսակը իմ Taobao-ից պատվիրած առաջին պայուսակն է եղել, շատ եմ սիրել, ամեն օր գրեթե սա օգտագործում էի, բայց ժամանակի ընթացքում վնասվել է, այս հատվածները արդեն ժանգոտվել են ու պահը հասունացել է, որ ես այս պայուսակը դեն նետեմ։ Այս պայուսակը չգիտեմ ինչի եմ պատվիրել, ընդհանրապես տեսքը չեմ հավանում, չեմ սիրում այսպիսի ուզորներ, չեմ սիրում քարեր, չգիտեմ ինչի է պատվիրել։ Ժանգոտված հատվածներ կան, սա եւս դենենք նետում։ Հաջորդ պայուսակը շատ եմ սիրում, երևի իմ պայուսակների մեջ ամենագեղեցիկ պայուսակն է։ Պայուսակն էլ գրեթե չեմ կարողանում համադրել ու դրա պատճառով 1-2 անգամ եմ անցրել։ Ամեն դեպքում սա պարտադիր պահում ենք։